Կյանքում մեզ պետք են սահմաններ, մեզ պետք են սկզբունքներ շատ առողջ։ Որքան շատ է երեխաների սնվելու թեման ակտուալ այսօր Հայաստանում։ Երբ մենք փորձում ենք կառավարել սնունդը կառավարում է մեզ ու մեր կյանքը։ Սնունդը երեխային առաջարկելը, երեխային ինչ-որ ձևով առողջ կերակրելը դառնում է մի ամբողջ պատմություն։ Մենք պատասխանատու ենք, թե ինչ ենք մատուցում երեխային որակապես եւ ինչ սնունդ։ Երեխաս գնաց քնելու սոված, ուրեմն ես վատ մամա եմ։ Հա, ես եթե նիհար եմ, ես գեղեցիկ եմ, ես եթե նիհար եմ, ես արժեքավոր եմ, ես եթե նիհար եմ, ես առողջ եմ։ 6 ամսում 40 կիլո, ուզում եմ բոլորը լսեն, դա առողջ չի, դա նորմալ չի։ Երեխաներին ուղղակիորեն ասում են, վայ չաղացել ես, գնա մարզվի ես, ինչ է, փորիկդ հլը այ թմբլ։ Պետք չի փոխել մարմնի տեսակը, որպիսի արժեք ներկայացնես քեզանից։ Կարևոր է ինչ ենք անում հաճախ, ոչ թե ինչ ենք անում երբեմն։ Նվերներ սիրում եք։ Բա ես ոնց եմ սիրում նվերներ տալ, այն էլ իմաստալից օգուտով բացառիկ նվերներ։ Մեր ամեն էպիզոդի տակ մեկնաբանություններից մենք ընտրում ենք մեկը, հեղինակին կանչում այստեղ մեր ստուդիա, շփվում, իրար գրկում եւ նվիրում ենք ծնողի դպրոցի հրատարակած մի նոր լավ գիրք, որը պետք է ունենա ամեն հայ ծնող հաղորդակցման նոր լեզու երեխաների հետ։ Դիտեք եւ լսեք մեր ոդքասթերը մինչեւ վերջ եւ հենց ավարտվի գրեք հենց այդ պահի ձեր մտքերն ու հույզերը, մենք ամեն գրածը հատ-հատ կարդում ենք եւ ում գրածը մեր սրտին ամենաշատը դիպչի, կընտրենք եւ կհրավիրենք մեզ մոտ նվիրելու այս հրաշալի գիրքը։ Հայդա ջան, բարև։ Բարև ձեզ։ Նախ շատ ուրախ եմ, որ Հայաստանում եք ու ունենք այս առիթը միասին զրուցելու։ Գիտեք, երևի մի 2 տարի առաջ եմ գրել ձեզ, բայց դե ոչ մի կերպ չէր ստացվում ու շատ ուրախ եմ, որ ստացվեց, կարևորը ասում համբերությունն է։ Ես էլ ուղղակի պետք է ասեմ, որ շատ ուրախ եմ այստեղ գտնվել ու անչափ շնորհակալ եմ ձեզ, ձեր դպրոցին, ձեր ամենօրյա կատարած աշխատանքի համար, իսկապես անգնահատելի աշխատանքի կանոն։ Շատ ներկայացնեմ ձեզ ծննդային վարքի խանգարումների մասնագետ եւ 4.5 տարեկան Սեգի մայր Այդա Խզրցյան։ Այդա ջան, ինչ թեմա որ մտածում էի, շատ մասնագիտական էր ստացվում։ Այստեղ սովորաբար խոսում ենք շատ մամայություն, պապայություն, այդ փորձառություն եւ այլն, բայց կարծում եմ, որ թող այդպես էլ լինի։ Չեք պատկերացնի, որքան, այսինքն երևի կպատկերացնեք, որքան շատ է երեխաների սնվելու թեման ակտուալ այսօր Հայաստանում։ Ինձ թվում է Հայաստանը կարող է ռեկորդ սահմանել այսպես ասած չուտող երեխաների, բանով այդ քանակով, չմ երեխաների, չուտող երեխաների, ովքեր շատ անգլերեն nitpicky բառը կա, չէ, շատ բծախնդիր են սննդի ընտրության հարցում, կան մի ամբողջ շարք ռիտուալներ, որ պիտի արվի, որ այդ երեխան ինչ որ մի ձև սնվի եւ այլն, դրա համար թող լինի ոնց լինի, թող զրույցը լինի որպես մասնագետի հետ, միևնույնն է մայրեք նաեւ ձեր մայրական փորձառությամբ էլ կկիսվեք, ես կփորձեմ նաեւ դա բերել մեր զրույց եւ թեման բացելով տեսեք դուք ձեր բլոգում եւ ընդհանրապես հենց սկզբից շատ բաց ազատ խոսել եք նաեւ ձեր փորձառության մասին, ձեր սննդային վարքի դժվարությունների մասին, որոնք հաղթահարել եք եւ հիմա եկել եք դրան եւ շատ խոսում եք նաեւ սեփական մարմնի հետ կապի մեջ լինելու, որը մենք հոգեբաններս էլ շատ ենք խոսում, չէ, դրա մասին, որ հույզերի հետ կապի եղեք, ձեր զգացածի հետ կապի եղեք, այդ սեփական մարմնի հետ առողջ հարաբերություններ կառուցելու ինչ որ մի բան ասեք մեզ, հատկապես մի աշխարհում, որտեղ ամեն անցքից քեզ հուշում են դու ինչպեսին պիտի լինես, ինչ պիտի ուտես, ինչ պիտի չուտես։ Մի խոսքով այդ պիտիների շարքը շատ ճնշող է ու ոչ ամեն մասնագետ է պատրաստ հանգիստ թույլ տալ ասել է, հա, կերեք կամ արեք ինչ ուզում եք, բայց ուղղակի հաշվի առեք SSS դրական ու բացասական կողմերը։ Ոնց մեզ եւ մեր երեխաներին օգնենք, միշտ երեխաներին պահենք ամեն դեպքում, բայց մեզնից սկսենք, ոնց օգնենք իրենց առողջ հարաբերություններ կառուցել սեփական մարմնի հետ։ Նախ Աննա ջան, այդտեղ կարևոր բան ասեցիք, կողքի աղմուկի շատ լինելու, ուզում եմ այսպես միգուցե ոչ եթերային հնչի, բայց այդ օրինակը շատ եմ սիրում ասել, երբ պատկերացրեք մենք զուգարանում ենք, դուռը փակ ու մեզ հետևից մեկը հուշում է։ Հիմա արա, հիմա մի արա, այսպես արա, ինչքան անօրգանիկ եւ ծիծաղելի է հնչում։ Բայց սնվելու հետ կապված կարծես շատ նորմալ է դարձել, որ բոլորն ունեն կանոններ, հստակ սահմանափակումներ, ու մենք արդեն խառնվում ենք իրար։ Մի բանը, որը պետք է լինի շատ ինտուիտիվ, ինչպես անում են կենդանիները, մեզ համար դարձել է շատ բարդ, ինչ որ մաթեմատիկական հավասարումին նմանվող մի բան։ Երեխաների հետ կապված ամենաառաջին բանը, որ մենք կարող ենք որպես մեծահասակներ անել, մեր սննդային վարքը ապաքինելն է։ Ինքներս մեր մասին
ավելի սովորելն է, մեր մարմինը ճանաչելն է, այդ կապը զգալն է, որովհետև ոնց որ նշեցիք, շատ կապը խզված է։ Մենք չգիտենք որքան սնվենք, մենք չգիտենք ինչպես սնվենք, որովհետև մենք վստահում ենք արտաքին ինֆորմացիային, ոչ թե մեր ներքին ազդակներին։ Ու մանավանդ իհարկե կապ չունի սեռը, կապ չունի ծնողները, բայց մանավանդ օրինակ մոր եւ աղջկա կապի պարագայում այնքան կարեւոր է թե մայրը իր մասին ինչ կարծիք ունի, հայլու դիմաց ինքը ինչ է ասում իր մարմնի մասին, դա ուղղակիորեն ազդելու է թե աղջիկը ինչպիսի սննդային վարք, ինչպիսի ինքնահարաբերություն է ունենալու հետագայում իր մարմնի հետ, եւ պետք է սկսենք առաջինը մեզնից, մեզ ապաքինելուց։ Ու դրա կարևոր ինձ թվում է քայլն է, ես միշտ նշում եմ դիետաների մշակույթից ձերբազատվելը։ Իսկ դիետաների մշակույթը ամենուր է մեզ հրամցվող տարբեր սննդակարգերից, որոնք ունեն իհարկե դրական միտում, բայց միտումը ու ազդեցությունը միշտ չի որ նույն բանն է, հա, ամեն ինչը հիմնված է մեզ ավելի առողջ դարձնելու, ավելի այսպես միգուցե բարեկազմ, գեղեցիկ, բայց հաճախ այդ ամենը մեզ վնասում է։ Այսինքն դիետաների մշակույթից դուրս գալը եւ հասկանալը, ինքներս սկզբունքներ մշակելը, որովհետեւ շատ կարեւոր է ունենալ սննդային սկզբունքներ։ Ինչի նկատի ունեք։ Ահա դուք նշեցիք օրինակ այնպես ստացվեց, որ միգուցե մարդիկ հասկանան, ես քարոզում եմ ամենաթողություն, մենք կարող ենք ուտել ինչ պատահի, ինչպես պատահի, երբ պատահի, դա այդպես չէ, ինչպես պոզիտիվությունն էլ չէ, հիմա շատ ծայրահեղ։ Իհարկե, ծայրահեղացվել է եւ դա ունի իհարկե իր բացասական կողմերը, բայց ինչպես ծնողավարման մեջ, ինչպես կյանքում մեզ պետք են սահմաններ, մեզ պետք են սկզբունքներ շատ առողջ։ Եվ կարեւոր է այդ սկզբունքների ձևավորումը մեր մարմնին համապատասխան։ Օրինակ, հա, առավոտյան նախաճաշելը մի հոգու համար կարող է դա լինի իր մարմնին ոչ այդքան համապատասխան, ինքը չունի պահանջ, բայց իրապես չունի, ոչ թե օրինակ ունի լյարդի խնդիր, որովհետև հաճախ երբ լյարդը ունի ինչ-որ տեսակի այնտեղ խանգարում, դա հանգեցնում է առավոտյան քաղց չզգալուն։ Բայց պատկերացնենք, որ մարդու բնականon ռիթմը այնպես է, որ ինքը սիրում է նախաճաշել ժամը 12-ին։ Իր համար դա կարող է լինել սկզբունք, հա, առաջին իմ սնունդը լինի այսպիսին, լինի բավարարող, լինի բավարար քանակի, լինի բազմազան, լինի բանջարեղենով, այսինքն դա սկզբունք է։ Սկզբունքները դրական միտում ունեն, իրենք չեն սահմանափակում, հստակ կանոններ չեն, որովհետև երբ կան հստակ կանոններ, մենք ուզում ենք այդ կանոններից դուրս գալ։ Դա շատ մարդկային է, դա շատ բնական է։ Ու այդ առողջ սկզբունքների ձևավորումը մեր ամբողջ կյանքի համար շատ կարևոր կետ է սկսել։ Արդյոք այդ սկզբունքները կարող են տարբեր լինել։ Մեկը մյուսից տարբեր, օրինակ տանը մոր սննդային սկզբունքները մի տեսակ են, հոր մյուս, որտեղ երկուսս էլ լսում ենք մեր մարմնին ու երեխաներն էլ երրորդ օրինակ ինչ որ մի ձևի, թե սովորաբար սկզբունքները նույնն են։ Սովորաբար սկզբունքները ունեն ինչ որ հենք, որ ցանկալի է բոլորս հետևենք։ Ես հիմա գտնվում եմ Spin Production-ում, որը Երևան քաղաքի ամենամեծ ստուդիան է վիդեո կոնտենտ նկարելու համար։ Spin-ը ունի 20-ից ավելի տաղավար եւ հագեցած տեխնիկա ձեր նկարահանումներն իրականացնելու եւ մոնտաժելու համար։ Եվ ինչպես գիտեք, հիմա նաեւ Հայաստանից հնարավոր է մոնետիզացիայով գումար աշխատել։ Ու հենց Spin-ում են այն մասնագետները, YouTube մարքեթինգի եւ պրոդյուսինգի պրոֆեսիոնալները, ովքեր ձեզ օգնելու են այդ հարցում։ Եկեք, տեսեք, ստեղծեք որակյալ կոնտենտ, իսկ մնացածը իրենք կկազմակերպեն։ Ինձ թվում է ավելի շատ երկրորդը, այսինքն տեսեք, մենք գիտենք, որ կա գերմշակված սնունդ, հա, շուկան գերհագեցած է գերմշակված սննդով։ Մենք նաև գիտենք կամ հուսով եմ գիտենք, որ մեր օրգանիզմը ունակ է մարսելու, օգտագործելու հնարավորինս ոչ գերմշակված, ոչ հավելումներով հագեցած տանը պատրաստված սնունդ։ Այսինքն սննդային սկզբունքներից պետք է լինի ինչպես անենք, որ մեր հիմնական սնունդը լինի այդ երկրորդը, որը թվեցի, եւ մյուսը դա չդառնա ինչ որ, հա, մագնիսական մի բան, որովհետեւ այնքան արգելված է, մենք կարողանանք շատ երբեմն, հա, վայելել այդ միգուցե գերմշակված սնունդը առանց մեղավորության, անցնելով առաջ առանց դրա մասին մտածելու։ Եվ օրինակ դա մի հատ շատ կարևոր սննդային սկզբունք է, որը բոլորի համար տանը կարող է լինել շատ ակտուալ։ Իսկ երբ մենք օրինակ, հա, մշակված, գերմշակված սնունդին շատ անուններ ենք կպցնում, օրինակ շատերը մեր եթերային բառ չի, բայց այս զիբիլը մի կեր, հա, ինչ է դա անում, դա երեխայի մոտ ստեղծում է ավելի շատ ցանկություն։ Ու այնքան ուսումնասիրություններ կան, որ օրինակ երեխաներին տարբեր գույների կոնֆետներ են առաջարկում, կանաչ, կարմիր, կապույտ, եւ ասում են բոլորը կարող ես ուտել բացի կարմիրից։ Առաջինը երեխան գնում է ձգտում է կարմիրին։ Եվ նույնը մեծահասակների մոտ է այդպես, արգելված պտուղն է դա, որը ավելի քաղցր է։ Իսկ մենք պետք է փորձենք սնունդը հնարավորինս նեյտրալ դարձնել, հնարավորինս եւ մեր վերաբերմունքը սննդին նեյտրալ դարձնել։ Այո, իհարկե, ու իհարկե սնունդը
նեյտրալ է, ինքը այնտեղ է մեզ ծառայելու համար։ Մենք չենք ծառայում սննդին, այսինքն ես միշտ ասում եմ, երբ մենք փորձում ենք կառավարել սնունդը, սնունդը կառավարում է մեզ ու մեր կյանքը։ Պետք է այնպես լինի, որ սննդի հետ հարաբերությունը լինի շատ հանգիստ, շատ նեյտրալ։ Դրանով հանդերձ իհարկե ունենանք գիտելիք, որպեսզի հասկանանք իրապես մեզ ինչն է ծառայում, որպեսզի դա, այսպես ասած, ամենաթողության բնականաբար չվերածվի։ Շատ սիրուն ենք խոսում։ Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, որ շատ հաճախ է պատահում ու կատարվում հայկական տներում, հայկական երեխաների հետ, շատ փոքր տարիքից ընդհուպ մինչև երիտասարդություն, չուտող երեխա այդ տերմինի ու դրա տակ ամեն մեկս ինչ որ հասկանում ենք, հա, ունեմ այտենց երեխա։ Որն է իմ որպես ծնողի պատասխանատվությունը կամ անելիքները, որ մենք այդ սարսափ է, հասկանում եք, ամեն անգամ սնունդը երեխային առաջարկելը, երեխային ինչ-որ ձևով առողջ կերակրելը դառնում է մի ամբողջ պատմություն, հա, էլ չգիտեմ, ինչ որ մի միստիկ ինչ որ արարքներով կամ չգիտեմ, կլոունադայով, խաղերով, շեղելով, դե գիտեք, էլ չասեմ այդ գադջետների առաջ, որ ընդհանրապես կտրում ենք սովի ու զգացողության հետ երեխայի այդ կապը, հա։ Հիմա ես այդպեսի ծնող եմ, հիմա ձեզ լսում եմ Այդա ջան, ես որպես ծնող ինչ անեմ։ Նախ պիտակավորումները հեռու ենք դնում, ինձ թվում է որպես հոգեբան, դուք էլ եւ այո, չուտող ցանկացած պիտակավորում, նույնիսկ դրական, չէ՞, պիտակավորում դու մեր ուժեղն ես, դու մեր խելացին ես, դու մեր ծույլիկն ես, ինչքան վնասակար է, ինքը շատ կաղապարում է երեխային։ Նույնը չուտող բալիկի սինդրոմը, հա։ Այստեղ ես աստղանիշով նշեմ, որ իհարկե կա սննդային վարքի խանգարման տեսակ, արֆիդ կոչվողը, որը որ սննդային սահմանափակման խանգարում է, երբ երեխան իսկապես տագնապային վարք է դրսևորում սնունդ ուտելիս եւ իր սնունդի ուտելիքների ցանկը շատ քիչ է եւ նվազում է։ Կարող է ընդամենը 4 տեսակ բան ուտել։ Եվ օրինակ եթե ուտում է մակարոն, կոնկրետ մակարոնի տեսակը կոնկրետ կերպով պատրաստված։ Բայց դա հազվադեպ պատահում բան է ոնց հասկանում։ Երեխաների 5%-ն է, ուղղակի սա նշում եմ, որ ամեն դեպքում կան կլինիկական դեպքեր, որոնց պետք է ուշադրություն, բայց խոսքը դրա մասին չէ։ Մեր հայ հասարակության մեջ երևի բալիկների մեծ մասը անվանվում են, պիտակավորվում են որպես չուտող։ Նախ պետք է հասկանանք չուտող ինչով ենք այդ պիտակը մենք ստեղծում, շատ հաճախ ծնողներին թվում է, որ երեխան պետք է իրենց սպասելիքները արդարացնի, իրենք օրինակ ինչ որ քանակի ափսե են կառուցել եւ երեխան պետք է այդքանը ուտի։ Եվ եթե երեխան դրա քիչն է կերել, կեսն է կերել կամ 1/3-ն է կերել, արդեն չուտող է։ Ու մենք ինչ ենք անում, ստիպում ենք, իսկ ստիպելու ժամանակ, այսպես ինչ է, խզումներ են տեղի ունենում։ Խզվում է նախ երեխայի ինքն իրեն լսելու զգացողությունը, ինքնին քան խոսում ենք, որ կարևոր է։ Իհարկե, մարմնի կապը, այսինքն ես երբ եմ քաղցած, երբ եմ հագեցված։ Ես հագեցած եմ, բայց ինձ իմ ծնողը, իմ տատիկը ստիպում է ուտել։ Այսինքն ես չպետք է լսեմ իմ մարմնին։ Կամ միգուցե ինչ որ մարմնական ցավ ունի, զգացողություն ունի, փորկապություն ունի, այդ պահին չի ցանկանում ուտել, եւ էլի ես պետք է ընդհանրապես անտեսեմ իմ մարմնական զգացողությունները։ Եվ նաեւ խզվում է այդ պահին ծնող երեխա կամ մեծահասակ երեխա ինչ որ մի կապ, կարծում եմ, որովհետեւ այնքան այդ տագնապային է լինում։ Նախ պետք է հասկանալ, որ որպես այդպիսին չուտող երեխայի այդ պիտակը մենք դնում ենք այն կողմ։ Երեխաները չեն սիրում նորություններ։ Երբ որ մենք իրենց սնունդ ենք առաջարկում, կարող է ես օրինակ առաջարկեմ ավոկադո, երեխաս չուտի եւ ես ասեմ երեխաս ավոկադո չի սիրում։ Ինչքան շատ ենք լսում ծնողներից, այս մի բանը չի սիրում։ Ապացուցված է, որ տասնյակ անգամներ, կարծեմ 15-20 անգամ մենք պետք է նույն սնունդը առաջարկենք, որից հետո երեխան իր համար արդեն սովորական դառնալու պարագայում ինքը համաձայնվի փորձել։ Բայց այստեղ ամենակարևորը միջավայրն է։ Դա չպետք է արվի այսպես երեխային միտեղ դրած, մենք իր դիմաց իրեն փորձում ենք ուտեցնել, դա ընտանիքի սեղանի շուրջ է տեղի ունենում, երբ մայրն է ուտում, երբ հայրն է ուտում, երբ սեղանին կա գունավոր բանջարեղեն, սեղանին կա տարբեր տեսակի տնական սնունդ, երեխան նստած է եւ ինքը ընտրում է ուտել թե չուտել։ Ու այստեղ մի շատ կարևոր բան, մենք պատասխանատու ենք թե ինչ ենք մատուցում երեխային որակապես եւ ինչ սնունդ, մենք պատասխանատու ենք մեր սննդային միջավայրի համար, այսինքն ինչպիսին է, հա, ինչքան առողջ է միջավայրը, մենք պատասխանատու ենք թե որքան հաճախ ենք երեխային սնունդ մատուցում, բայց մենք պատասխանատու չենք թե երեխան որքան է ուտելու, եւ թե երեխան այդ տեսակներից մենք 5 բան ենք դրել, որը կընտրի։ Մենք չենք կարող դա վերահսկել, դա երեխայի պատասխանատվության դաշտում է։ Եվ այստեղ
էլի շատ կարևոր է բազմազանությունը, շատ կարևոր է մենք օրինակ ծառայենք ու առանց տագնապի։ Երեխաները շատ լավ զգում են դա, երբ մենք փորձում ենք այդ բանջարեղեն, այսպես կոչված առողջ սնունդը ինչ որ ձևով թաքցնել, մատուցել, մի բանի մեջ խառնել, որ չզգա, այսինքն դա դառնում է մի բան, որը երեխայի համար արդեն իսկ տհաճ է, լարող է լարվում է, որտեղ հենա մայրը լարված վազվզում է մտածում է ինչ ես անի։ կուտեսես ու հակառակը, հա, բաներ, որոնք որ քաղցր են, որոնք որ օրենքով այսպես ասած չեն կարելի, իհարկե ինչ որ տարիքից ես էլ եմ համաձայն, որ մինչև 2 տարեկան ավելացրած քաղցր, շաքար չպետք է լինի եւ այլն, բայց խոսքը դրանից հետո է, դա էլ առաջացնում է այդ գերլարումը, այսինքն երեխան հասկանում է, որ շատ լավ, ուրեմն ես կկենտրոնանամ այս սնունդի վրա, որն ավելի մագնիսական է, մաման կարծես շատ կենտրոնանում է, ինքը չի ուզում, որ ես դա ուտեմ, ուրեմն այնտեղ հետաքրքիր բան կա, բայց ինքը ինձ ստիպում է, որ ես ուտեմ այս բրոկոլին, ուրեմն ես իհարկե դա չեմ անի։ Ուզում եք ձեզ հետ երկար լինենք։ Մի պատասխանեք, գիտենք, որ այո։ Եվ այսուհետ դուք անձամբ կարող եք դրան օգնել միանալով մեր Patreon-ին։ Patreon-ում ընտրում եք ամսական նվիրատվության չափը սկսած $5-ից, իսկ մենք դրա դիմաց ձեր անունը ամեն անգամ շնորհակալությամբ կարդում ենք, հավելյալ նյութեր ենք տեղադրում ձեզ համար, միայն ձեզ համար, ընտիր գրքեր ենք նվիրում, մեր տաղավար ենք հրավիրում այստեղ եւ ուղղակի սկսում ենք ավելի մտերմանալ կամ ընկերություն անել անգամ։ Patreon-ի հղումը կտեսնեք ստորև, QR-ը այստեղ եւ եկեք միասին մեծացնենք Հայաստանի գիտակից եւ դրական ծնողների համայնքը։ Որպես այսպես ամփոփեմ դա, վերացնում ենք չուտող երեխայի սինդրոմը, իրեն անդադար առաջարկում ենք սնունդ եւ դնում ենք սնունդը այնտեղ։ Իհարկե կարող է մի երկու օր չուտել։ Ոչինչ, մենք հիմա բարեբախտաբար այնպիսի շրջանում ենք ապրում կամ շատերս օրհնված ենք այնքանով, որ չունենք սովի խնդիր, այսինքն ոչինչ, թող մի օր էլ սոված քնի։ Մենք չենք ասելու, եթե դու դա չես ուտում, ես քեզ համար կպատրաստեմ մյուսը, որովհետև այդպես է, իսկապես չուտող եւ ընտրողական երեխան, այո, այդպես է ձևավորվում, երբ օքեյ, չկերար, դե արի Հիմա վազեմ մի հատ խանութից էս ինչ բան առնեմ, կուտես բալես։ Դա իհարկե բազմազան է ինչ որ առումով դրված, ամեն դեպքում կլինի բաներ, որ ինքը վստահաբար կօգտվի դրանից, բայց սա է մեր ընթրիքը կամ ճաշը եւ մենք բոլորս սա ուտում ենք, եւ եթե չես ուտում ու շատ հանգիստ, հա, միգուցե սոված մնաս ու գիշերը տհաճ կլինի քեզ համար քնելը։ Ոչ թե ինչ որ, հա, խրախուսելով, պարգևատրելով, որ կեր, որպեսի հետո պաղպաղակ ուտես կամ էս իրին տեղը գնամ եւ այլն։ Հաճախ մեր վախերը այնքան ներն են։ Հիմա ձեզ լսում եմ ու հասկանում եմ։ Տեսեք, իմ համար վախը, որ իմ երեխան գուցե սոված կքնի։ Դա գիտեք ինչ է, դա մահվան նախ ես ուրեմն վատ մամա եմ։ Всё, երեխաս գնաց քնելու սոված, ուրեմն ես վատ մամա եմ։ Երկրորդ, վայ տարապում է, վայ սոված է, վայ հեսա կնիհարի, վայ հեսա կհիվանդանա, վայ հեսա, րոպե ինչ են ասում, թոքերը կարակտվեք, թե չէ թոքերը կհիվանդանան։ Շատ բան կախված է այդ վերաբերմունքից, որ ես օքեյ եմ որպես նող նրա հետ, որ դու կապրիզ ես անում, չես ուզում ուտես, ոչ ստիպում եմ, ոչ ծեծում եմ, ոչ պատժում եմ, ոչ վազում եմ խանութ, երրորդ խանութը, չորրորդ խանութը առաջարկում եմ, երրորդ ծնունդը, չորրորդ ծնունդը, սա է մեր տան ուտելիքը ու դա շատ դժվար են անում ծնողները, որովհետև մենք էլ մեր կենտրոնում անընդհատ ասում ենք, խորը շունչ քաշեք, թող երկու օր էլ չուտի։ Երրորդ օրը, որ կակ միլինգի ռուսերեն բառ կա, խելոք հանգիստ կգաք ուտի։ Մյուսը դրեք, ուղակի դրեք, փաստորեն, թող լինի, դուք կերեք այդ բրոկոլին, դուք կերեք այդ ավոկադոն, դուք դրեք մի անկյունում, հաճախ օրինակ նույն հիվանդ երեխաներին, որ այդքան չենք կենտրոնանում բնականաբար սննդի վրա, ասում ենք լավ, ոչ թող երկու օր էլ չուտի, սիրտը անդադ խառնում է, դե հիվանդ է, ջերմում է կամ ինչ որ մի ուրիշ վիրուս է, բայց ջուրը դնում ենք տան տարբեր անկյուններում, այդ զակուկը գնում գալիս մի տեղից այն է քաշում, մի տեղից ահա, всё, վերջապես հեղուկը խմեց։ Նույն ձև էլ սնունդը ինձ թվում է։ Այո, ու այստեղ խոսեցիք այսպես վատ մամա կլինեմ, եթե թողնեմ սոված քնի, իրականում մեզ մոտ հակառակն է։ Օրինակ հենց 3 գիշեր իհարկե մենք սնվում ենք, ընթրիքանում ենք, բայց 3 գիշեր տղաս շատ ոգևորված էր, խաղահրապարակից եկել էր եւ ընթրիքը ինքը չընտրեց։ Ես ասում եի, որ 5 րոպեից գնում ենք քնելու, եթե չընտրես սոված ես մնալու, բալ պետք է ուտես։ Մենք պարկեցինք, ինքը ասաց, որ քաղցած է, իմ առաջին արձագանքը այն էր, որ հասկանում եմ, որովհետև իրականում չես կերել, քաղցած կլինես, բայց միգուցե այսօր պետք է ուրեմն քաղցած քնենք ու իրականում բացարձակված չեմ զգում ներքուստ, որ ինքը սոված քնի, բայց ինքը ինձ համոզեց, ասելով, որ մամա, դու ասում ես, որ ես լսեմ իմ փորիկի ձայնին։ Իմ փորիկը հիմա քաղցած է։ Գնանք ուտենք, ես հետո կքնեմ։ Ու բնականաբար, իհարկե, հա, որպես այդպիսին կանոնների համաձայն ճիշտ կլինի, որ եթե ուտում ենք ընթրիքին ուտի եւ հետո գնա քնելու, բայց ինքը այնքան ճիշտ փաստարկներ է անում ու ես հասկացա, որ տվյալ պահին ճիշտ կլինի, այո,
վստահել, իհարկե ինքը խաղով տրվեց, իհարկե այդ ժամանակել էր քաղցած վստահաբար չկերավ, բայց մենք գնացինք ինքը սնվեց ու որպեսզի ես ինքը միշտ ասում եմ, մամա դու եթե օրինակ պաղպաղակ է ուզում այդ պահին, ասում եմ, բալ կգնանք կուտենք ու պաղպաղակը կվայելենք, դու խախտում ես իմ փորիկին լսելու օրենքը։ Այսինքն մամա, հիմա ես ասում դե հիմա մամա ջան պաղպաղակ եմ ուզում այս պահին, դու խախտում ես, չես լսում, ու ես իհարկե բացատրում եմ, որ երբեմն մեր ուղեղը այնքան շատ է պաղպաղակ ուզում, որ մեզ թվում է դա փորիկի ձայնն է։ Դրա համար արի ուտելու ենք պաղպաղակը, բայց ամեն դեպքում ուտենք այս, որ փորիկը բավարարվի ու հետո իհարկե կվայելենք երկուսով այդ պաղպաղակը։ Փորիկի ու սիրտիկի տալ, սիրտիկը պաղպաղակ, փորիկը սննդարի չշփոթենք։ Ինչ եմ ասել, որ այն որ երեխան այդ երեկո ոգևորված էր, դա ամեն երեկո չի, նա եկել է խաղահարապարակից գրգռված, գերհուզված, էմոցիաներ իրան խեղդում են, բնականաբար ոչ փորիկին էր, ոչ սիրտիկին, ոչ գլխիկին, ու այլ որ ոչ մի սարսափելի բան չկա նրա մեջ, որ նախ ինքը պարկեց, հետո գիտակցեց, որ սոված է, գուցե եւ չէր ուզում քնել ձեզ հետ մի քիչ ավել ժամանակ, բայց դա չի լինելու ամեն աստծո օր, այ դա է հարցը, այսինքն ոչ վախենալ է պետք, ոչ էլ դարձնել դա սովորություն, որ ամեն օր ընթրիքին չուտի, հետո ու այ մի հատ շատ կարևոր բան, որ հիշենք, որը վերաբերում է սննդին, կարևոր է ինչ ենք անում հաճախ, ոչ թե ինչ ենք անում երբեմն։ Դա այսպես ուղեկցող նախադասություն պետք է լինի ու ցանկացած երևի, հա, ծնողավարման, կյանքում, ամեն ինչի մեջ։ Այո, որտեվ եթե հաճախ մենք սնվում ենք տանը պատրաստած սննդով, մենք գիտենք մեզ ինչն է սնուցում, ու ես այստեղ հատուկ եմ այդ բառերն օգտագործում, հա, սնուցել, ծառայել, ոչ թե ինչն է առողջ, ինչը չէ անառողջ, դրանք եւս ամեն դեպքում պիտակավորումներ են, որոնք որ երբեմն լավ չեն աստում, ինչն է մեզ սնուցում, բայց մենք հանգիստ առանց տագնապների վայելում ենք այդ թխվածքը, միգուցե վայելում ենք այդ չիփսը, որը շատ խրթխրտան ու հավես էր, բայց դա մեր երբևէ ամենօրյա մշտական սննդների ցանկում չի պատկանում։ Ես բացի Deep Parenting podcast-ի հեղինակն ու բարողը լինելուց, նաև ծնողի դպրոց անունով կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարն եմ։ Ծնողի դպրոց գալիս են այն ծնողները, ովքեր գիտակցում են երեխաների հետ առողջ, վստահելի, արժանապատիվ հարաբերություններ կառուցելու կարևորությունը, ովքեր ուզում են հասկանալ ինչ է սերը երեխայի հանդեպ, հարգելը երեխային, ընդունելը նրան ինչպիսին նա կա, ովքեր հարցեր ունեն, ուղղակի ուզում են գտնել իրենց հարցերի պատասխանները։ Մենք իրականացնում ենք սեմինարներ, դասընթացներ եւ անհատական խորհրդատվություններ Հայաստանի լավագույն մանկական հոգեբանների եւ ծնողավարության խորհրդատուների կողմից։ Եկեք ծնողի դպրոց, գտեք ծնողավարության ձեր խորհրդատուին, սկսեք նորովի գիտակցել ծնող-երեխա կապի կարևորությունը։ Այդա խոսեցիք սկզբում ասեցիք, ինձ այդ ինչ շատ հետաքրքրող հարց է, հա, մամայի կամ լավ, անգամ պապայի, որտեղ գուցե հայրն էլ է գեր կենտրոնացած սպորտի ու իր մարմնի վրա, ծնողների սննդային վարքն ու սովորությունները ինչպես են ազդում երեխաների վրա։ Տեսեք, մի դեպք, հա, մենք հապես չենք նկատում երեխայի, ոչ մի խնդիր չունենք այդ երեխայի հետ, չուտող է, նորմալ ուտող է, անգամ եթե գեր է, մենք մեր համար ենք գնում ջիմ, մեր համար ենք կենտրոնացած, մեր համար ենք կալորիաները հաշվում, մեր համար ենք կշռվում, ու այդ ամենը բնականաբար նկատում է երեխան իսկապես անկեղծորեն իրեն հանել ենք այդ պատմությունից, բայց ինքը տեսնում է։ Ինչ կարող է այդտեղ կատարվել։ Նախ վստահաբար ամեն ինչ սկսվում է էլի տեսնելով թե ծնողները ինչ հարաբերություն ունեն ինքներն իրենց մարմնի մասին, եւ սա ես միշտ ասում եմ, եթե ձեր երեխան պատկերացրեք լսեր ձեր մտքերը ձեր մարմնի մասին, ինքը ինչպիսի հարաբերություն կունենար, այսինքն նույնիսկ փակ դռների հետևում դուք ինչպիսի վերաբերմունք իրապես ունեք ձեր մարմնի հանդեպ։ Հիանալի է մարզվելը, հիանալի է հոգ տանել առողջության մասին, հիանալի է սնվել այնպես, որ օրգանիզմին դա ծառայի, բայց դրա վրա գերկենտրոնացումը, հաշվարկները հաճախ, հա, գնալ օրինակ մարզվելու, որպեսզի մենք արժանի լինենք ուտելու այս սնունդը, այդ ամենը անհնար է, որ երեխան չնկատի, եւ դա պարարտ հող է նախապատրաստում իր համար հետագայում սննդային վարքի խանգարումների։ Իսկ էլ չեմ խոսում մեկնաբանությունների մասին, հա, երբ կամ մայրը կամ հայրը ինքն իր մասին է անում, վայ գիրացել եմ, այս շորս լավ չի նստում։ Վերջ, կամ օրինակ հարևանի մասին, տեսել եք, այս մեկը ոնց գիրացավ, կամ ինչ որ դերասանուհու մասին, վայ նիհարել է, գեղեցկացել է, կամ հակառակ, այսինքն արտաքին դրական բան է, որ նիհարել է, գեղեցկացել է, այսինքն ինչ է հասկանում երեխան, որ իմ մարմինը հասարակության մեկնաբանության ներքո է, այսինքն իմ մարմինը կարծես թե այդքան էլ ինձ չի պատկանում, յուրաքանչյուրը կարող են կարծիք կազմել, եւ ես միգուցե բավարար չեմ այն մարմնով, ինչով կամ բավարար սիրվող չեմ, եւ մանավանդ իմ ծնողը, ով իր մարմնից դժգոհ է, ենթադրաբար ինքն էլ ցանկանալու է, որ իմ մարմինն էլ ինչ որ տեսք ունենա։
ու էլ չեմ խոսում երրորդ մակարդակի, երբ հենց երեխաներին ուղղակիորեն ասում են. «Բայ չաղացել ես, գնա մարզվի ես, ինչ է, փորիկդ հլը, այ թմբլ», ու ծնողներին իսկապես հասկանում եմ, որովհետև գալիս է ոչ մի ծնող չի ցանկանում իր երեխային վնասել։ Ինքը չի ասում ես վաղը վեր եմ կենալու եւ երեխայիս մոտ ձևավորելու եմ սննդային վարքի խանգարում։ Իր միտումը դրական է, որ երեխային մոտիվացնի, երեխան առողջ ապրելակերպ ունենա, բայց ինչպես նշեցինք, միտումը եւ ազդեցությունը երկու տարբեր բաներ են։ Ու այ մանավանդ այդ մեկնաբանությունները երեխայի ուրիշ երեխաների հասցեին կարծես պատրաստի տոմսակ են դեպի սննդային վարքի խանգարում։ Ու ես չեմ կարող ասել, երևի դեպքերի 99%-ը, որպեսզի չչափազանցնեմ, կանանց, ովքեր ում հետ աշխատում եմ, իրենք շատ բառացի հիշում են իրենց այն առաջին արտահայտությունը, որը լսել են մայրիկի, հարևանուհու, ուսուցչուհու, քեռու, որ գիտես դու թմբլիկն ես, դու այսպես ես պետք է նիհար լինես, որ քեզ սիրեն։ Ու դա շատ խորը մեր հավատալիքների մեջ է ձևավորվում։ Այնքան լարող է թվում, լսում եմ, մտածում լավ, բա ինչ անենք, բա ոնց անենք, երևի ուղղակի խորը շունչ քաշենք ու թուլանանք ու զգուշ լինենք երեխայի ներկայությամբ կոմենտներ անելուց, մեկնաբանություններ անելուց, անգամ մեր կամ մեր խողակցի կամ մեր հարևանի կամ իր ընկերների եւ միևնույն ժամանակ, այո, ուշադրություն դարձնենք առողջությանը, այսինքն նախ ոչ մի բան ուժ չէ երբեք փոխել, հա, ես չեմ ուզում հանկարծ այդ վախի կամ լարման մթնոլորտը լինի մեր օրինակ այս բանին դիտող ծնողների, որովհետեւ միշտ էլ կարելի է փոփոխություններ մտցնել, եթե մարդիկ, ես ունեմ այցելուներ, ով 70 քանի տարեկան է, ինքը տասնյակ տարիներ եղել է օրինակ սննդային վարքի խանգարման մեջ դիետաների մշակույթում, բայց ինքը արդեն պատրաստ է եւ դուրս է եկել, այսինքն երբեք ուժ չէ։ Ուղղակի նախ վերլուծել ինքներս մեզ, սկսել մեզնից, եթե ցանկանում ենք աշխատել մասնակետի հետ, աշխատել միայնակ, որpիսի չծայրահեղացնենք, ստեղծենք մեզ համար այդ մեր հիմնականը, ինչը որ մեր այսպես հիմքը պետք է լինի, հա, առողջ ապրելակերպի հիմքը։ Դա քայլելն է, դա մարզվելն է, դա ջուր խմելն է, դա մեր հոգեկան առողջության ուշադրություն դարձնելն է, ու դա անելը շատ այսպես ինչպես ատամ ենք լվանում, ինչպես առավոտյան արթնանում ենք, մազերն ենք սանրում, շատ այսպես բնական կերպով դա արվի, այդտեղ գերլարում տեղի չունենա։ Եվ բնականաբար դա երեխան տեսնելու է եւ ինքը այդ օրինակով շարժվելու է առաջ։ Իսկ էլի հակառակ դեպքում այսպես ծայրահեղությունները իհարկե ոչ մեզ են լավ, ոչ մեր երեխաներին։ Մենք մեծացել ենք, չգիտեմ դուք ոնց, բայց ես մեծացել եմ Սովետի թվին մի միջավայրում, մի մշակույթում, որտեղ ապսետ մաքրի կամ ճաշտկեր, որ շոկոլադ տամ, այդ ուղերձներով։ Նկարագրեք ձեր ընթրիքը կամ ճաշը կամ նախաճաշը ձեր տանը, ձեր որդու հետ, երբ չկան այդ պետքեները, այդ պարտավորությունները, այդ չգրված օրենքները, որ ապսետ պիտի մաքրես, որ չկպնես քաղցրին, քանի դեռ չես ճաշել եւ այլն։ Արդյոք ձեր որդին ապսեն մաքրում է, արդյոք դուք դրան հետևում եք գոնե, հա, որ ամեն դեպքում ինչքան որ դրված է ուտի, թե իսկապես տալիս ենք այնքան ազատություն, որ երեխան ինքը որոշի այդ օրը, այդ պահին ինչքան պիտի ուտի, կամ արդյոք կուզի նախ ուտել ինչ որ քաղցր մի բան, հետո նոր մնացածը։ Երբ դիմել հոգեբանի, երբ զգում եք տրամադրության կտրուկ փոփոխություններ, հուզական եք եւ լարված, անհասկանալի անհանգստության զգացումներ եք ունենում, չկա որևէ բան անելու մոտիվացիա եւ ցանկություն, ձեզ չեք սիրում կամ չեք ընդունում այնպեսին ինչպեսին կաք, կամ երբ ձեր գործընկերների, կնոջ կամ ամուսնու, ծնողների, երեխաների հետ հարաբերությունները հարթ չեն, ապա գտեք ձեր հոգեբանին, դիմեք օգնության, դուք արժանի եք ավելի լավ կյանքի, ավելի խաղաղ, հարթ եւ ձեր ուզածով։ Ճանապարհը կարող է հեշտ չլինել, ոչ էլ արագ, բայց այլընտրանքը այն է, ինչ ունեք հիմա։ Libra հոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետներին կարող եք տեսնել librasai.am կայքում։ Նրանք պրոֆեսիոնալներ են, ովքեր ամեն օր օգնում են մեզ նման մարդկանց լինել հոգեպես առողջ եւ ամուր։ Կոնտակտները ստորև։ Այո, որովհետև դա իր պարտավորությունների ցանկում է, թե ինքը ինչքան կուտի եւ այդ դրվածներից այդ պահին որը կուտի, որովհետև միգուցե մի անգամ ինքը ապսեն ամբողջովին դատարկի եւ ուտի այն ինչ որ դրված էր, մի օր միգուցե ուտի այդ ամենից երկուսը, որովհետև էլի երեխաները փոխվում են ինչպես մենք, հա, շատ ճկուն ենք։ Իրականում եթե սովորաբար օրվա մեջ մի անգամը փորձում ենք միասին լինել ու ոչ
միշտ է իհարկե այդ միասին ընտրելը, որը հիանալի կլինի, ես բոլորին դա խորհուրդ եմ տալիս, դա ամենալավն է, բայց ցավոք ոչ միշտ է ստացվում։ Հիմնականում օրինակ նախաճաշը կարող է այդպես լինել կամ ընթրիքը, երբ որ մենք բոլորով միասին ենք, սովորաբար ես սիրում եմ հենց ափսեն կառուցած եւ մեզ համար եւ ամուսնուս եւ Սեգի համար ափսեն արդեն կառուցված լինի ու խնդիր չկա իհարկե սնունդը դնել եւ այդպես ընտրել, ես ուղղակի այդպես եմ սիրում եւ իր համար իր ափսեն կառուցում եմ այնպեսին ինչպեսին մերն է։ Ու արդեն այնտեղ մենք նստում ենք, զրուցում ենք, ինքը իհարկե այդ ընթացքում նստում է միգուցե 1%-ը, ինքը այսպես գլխկոնձի է տալիս, վազում է, գալիս է հետ, փորձում ենք պահել սեղանի մոտ սնունդը, որ ինքը կարող է գնալ, վազել, նորից հետ գալ, այսինքն այդպես գեղեցիկ բոլորս նստած չենք ուտում եւ զրուցում, չէ, այդպես չի, ինքը միգուցե այդ ընթացքում այո, մենք զրուցում ենք, ինքը սնվում է ու ինքը գիտի, որքանն է իրեն բավարար, ասում է մամա արդեն կշտացա։ Ու վերջ, երբ որ կշտանում է, դա ինձ համար ազդակ է, որ կարող ես գնալ կամ այլևս սնունդի հետ կապված անելիք չունես։ Միանշանակ իր ազդակն եմ լսում, մանկապարտեզում արդեն վերջերս մանկապարտեզ է սկսել հաճախել, այնտեղ ես ինքս եմ սնունդը դնում եւ օրեր կա որ գալիս է ամբողջությամբ մաքրած, օրեր կա որ գալիս է որ մի քիչ է կերած լինում ու երբևէ իրապես ներքուս չեմ տագնապում, որովհետեւ չունեմ վախ, որ երեխաս էլի սոված կմնա եւ առհասարակ երևի այդ ֆիզիկական դժվարություններից կամ հնարավոր ցավերից վախ չունեմ։ Կհիվանդանա, օքեյ, կհիվանդանա, կբուժվի։ Սոված կլինի, օքեյ, սոված կլինի կուտի։ Հա, կարևորը ինձ համար այդ ձեր տագնապները չեք որևէ պրոյեկտում ու կապում սննդի հետ։ Այո, վստահաբար ունեմ այլ տագնապներ, օրինակ այստեղ ուզում եմ այդ օրինակը բերել, որը որ իմ սխալն է ու պետք է դրան նույն կերպ մոտենամ, ինչպես մոտենում եմ սննդին։ Գադջեթները, իհարկե իմ տղան չի օգտագործում, շատ օրինակ շաբաթվա մեջ 2 անգամ ունի մուլտիկ նայելու հնարավորություն 20 րոպեով։ Բայց օրինակ երբ իմ հեռախոսը ինքը ուղակի դրված է վերցնում է, ոչինչ չի էլ կարող անել, իմ մոտ տագնապում է, որ ես արագ ինչ որ ձևով վերցնեմ, որովհետև հանկարծ բավոր ես իմ ինչ։ Ու վստահաբար դա ինքը ֆիքսում է։ Ու օրինակ այդտեղ շատ կարևոր է ես ինքս նույն կերպ աշխատեմ, ինչպես սննդային վարքի, որ հանկարծ բավոր վերցնի, բավոր ինքը սկսի գերօգտագործել, բավոր կախվածություն ձեռք բերի։ Պիկոսի մահը է։ Այո, ու այդ մեր վախերն է, որ ինքը իրականում կանի, նույնը սնունդին։ Կուտի այդ ֆրին կարտոֆիլի բավոր ամբողջ կյանքը ուրեմն ֆրի ու պաղպաղակ ուտի, բայց ինչքան մենք հանգիստ ենք վերաբերում, այնքան դա իրականում տեղի չի ունենում։ Այնպես որ վստահաբար կլինեն ինչ որ տագնապներ, որ փոխանցում են, բայց սննդի հետ չէ։ Առնվազն փորձում ենք վերլուծել, այդ վերլուծել, գտնել։ Օրինակ ես կուզեմ այս զրույցի ավարտին, մեր ոդքասթի ավարտին ամեն ծնող հասկանա, լավ, ես օրվա մեջ քանի անգամ եմ երեխայի սննդի հետ կապված կամ իմ մարմնի կամ իր մարմնի հետ կապված նկատողություն անում, գոնե դադարենք դա անելը։ Հետո նոր կհասկանանք, լավ, երկրորդ քայլը որն է, որտեղ միանգամից ամեն ինչ ուղղել, շտկել, դզել, փչել հնարավոր չի անշուշտ։ Ու սկզբում կներեք Աննա ջան, հիշեմ, սկզբում կեղծ է դա թվալու, հա, երբ մենք ինքներս մեր մասին սկսենք չարտահայտվել կամ սովորենք դիմացինի մասին էլի մեկնաբանել, ոչինչ։ Պետք է հասկանանք, որ իրականում շատ կարևոր արժեք ենք այդպես փոխանցելու եւ շատ մեծ բան ենք անելու մեր երեխաների համար, թեկուզ եւ դժվար լինի մեզ համար։ Այո, առաջինը մեկնաբանությունները սահմանափակենք եւ այդ խոսակցությունները, հա, այնքան ավելի հաճելի բաների մասին կարող ենք խոսել։ Իսկ մեր հասարակության մեջ բարեկամները հավաքվում են կամ ընկերուհիները, ամենաառաջին թեմաներից սնունդն է, օրինակ, վայ, ես ես մի բան արել եմ, փորձել եմ, նիհարել եմ, վայ, այն մեկը էսպես շատ է քննարկվում։ Իսկ սնունդը պետք է ուտել, վայելել, ոչ թե դա անընդհատ քննարկել, վայ, գիրացել եմ, էս չի ինձ կարելի, էս պետք է ուտեմ, ու դա որևէ մեկին օգուտ չէ։ Որևէ մեծահասակ նույնիսկ նման խոսակցություններից չի ապաքինվում, չի ավելի առողջ դառնում, ընդհակառակը մեղավոր է զգում իրեն, հետագայում ավելի է գերսնվում եւ այդ ամենը ավելի այսպես բացասական խթան մեջ պատտվում ենք։ Նախորդ կտորում որ խոսում էի, հիշեցի, որ շատ փոքրուց երեխաներիս ասում է ու տատիկների հետ դա մի պատմություն էր։ Հենց ասում էին մանվերժել չեմ ուզում, ասում էի օքեյ, ու անընդհատ իրենց ասում էի խնդրում եմ ձեզ, չուտեք ավել, քան դուք այդ պահին ուզում եք։ Որ պահին կանգնեց, ես կփորձեմ ափսեն այնպես կառուցել, այնպես դնել, որ դուք ուտեք ամբողջը, բայց եթե զգացիք վերջ, ու այդտեղ մեր տատիկները գալիս էին, ոնց մի փոքր կտոր է մնացել, թող դա էլ ուտի, ամեն անգամ տատիկների տուն ուղարկելուց խնդրում եմ, մի կոտլետը բավ է, 3-ը պետք չի, սով չկա, վախենալ պետք չի, այդ ամեն ինչի մեջ այդ խեղճ փոքրիկ մարդուկները ցենց նայում են մեկին, նայում են մյուսին, չգիտեն ում լսեն, անգամ չեն էլ հասկանում սոված են թե չէ, ու շատ փոքրուց, ու հիմա դրա համար շատ ուրախ եմ, իրանք շատ հստակ հասկանում են, ես կշտացա։ Այ գոնե
այդ մի բանին կարողացել եմ իսկապես հասնել։ Ու էլ չխոսենք, որ մեր հետագա ամուսնու կամ կնոջ արտաքին ինչպես կլինի աբսեն մաքրելուց հետո, պատկերացրեք ինչքան Գերի որ սիրուն ամուսին։ Պատկերացրեք ինչքան ճնշող կարող է, չէ՞ լինել փոքրիկի համար, որ վայ բաճե։ Ես սրբում էի։ Ես չգիտեմ ամուսինս համարվում է գեղեցիկ թե չէ, բայց ես սրբում եմ։ Գործը արել եք։ Ես 5 խաչով այսպես ասած անում էի։ Այ դա շատ մի ցավոտ թեմա կա, որ կուզեմ դրան էլ անդրադառնանք, նախ զուտ լուսավորչական նպատակներով, երկրորդ, որովհետև շատ տխուր պատկեր է։ Խոսքը հենց սննդային վարքի խանգարում ասված, ես կլինիկական խանգարում ասվածի ու ոչ այդքան բուլիմիայի, որքան հենց անորեքսիայի մասին է։ Չկա ամիս, որ ինձ չդիմի մի ծանոթ, մի ընկեր, մի բարեկամ, իրենց երեխաների, հիմնականում իհարկե աղջիկների, ես տղաների ստատիստիկա չունեմ, անորեքսիայի եզրին հայտնված երեխայի խնդրով, որ օգնեք, փրկեք, արդեն մի ամիս է ոչինչ չի կարողանում անգամ ֆիզիկապես կուլ տալ, այսինքն հասել են այն պահի, որ երեխան ունի ֆիզիկական արդեն լուրջ խնդիրներ, սամնափակումներ։ Դե պարզ է, որ թեման նոր չի, անորեքսիան նոր չի, հա, բոլորս գիտենք եւ հաջողված եւ հատկապես ցավալի դեպքեր, իրենց մահացության շատ բարձր բանով ցուցանիշներով եւ այլն։ Ուզեմ հասկամ ինչ է կատարվում այդ փոքրիկ դեռահասների, որտեվ հիմնականում 13+ են, 13-14, ով ինձ դիմել է, անգամ տարիքը այդպես դրած մտաբերում եմ, բոլորը 13-14-ից, սկսվում է նրանից, որ երեխան գեր է, հավանաբար այդ կողքի կարծիքները, ծնողների ճնշումը, իր իսկ հասարակության, իր իսկ տարեկիցների ճնշումը, սիրահարվածությունը գուցե այդ տարիքում ինչը բնական է, հա, այդ ամենի ֆոնին գալիս հասնում է մի պահի, որ երեխան օրինակ կես տարում կարող է կորցնել քաշի կեսը, իսկ դա երբեմն 30 եւ 40 կիլո կարող է լինել, եւ հետո հասնի մի կետի, որ երեխան արդեն փսխումներ ունի, որ երեխան պարզապես չի կարողանում կուլ տալ եւ որ երեխան արդեն մի ամիս է օրինակ ծնողից թաքուն ընդունում է ինչ որ հաբեր, որ ծնողն անգամ չգիտի, խոսքը 13 տարեկան այդ դերատիների մասին է, ու իհարկե հորմոնալ փոփոխություններն են այդ տարիքում սկսվում եւ այլն։ Մենք որպես ծնողներ, հատկապես աղջիկ երեխաների, թեև չեմ բացառում, որ տղաների մոտ էլ, բայց աղջիկների մոտ կտրուկ շատ են իհարկե դեպքերը, ինչին պիտի ուշադրություն դարձնենք։ Երբ պիտի հասկանանք, որ մենք արդեն մոտենում ենք այն կլինիկական սահմանին, որտեղ արդեն ոչ միայն հոգեբանի, սննդային վարքի խանգարումների մասնագետ, այլ հոգեբուժի, դեղորայքային բուժումով փորձենք այդ երեխային հետ բերել առողջ իրականություն։ Նախ իրականում պետք է բնականաբար փորձենք, որ բանը դրան չհասնի, իսկ դրա համար պետք է հասկանանք, որ հասարակարգային པարզ է մտածելակերպ, հավատալիքների փոփոխություն է պետք եւ մենք այդ հասարակության մի փոքրիկ գաթիլն ենք եւ մենք սկսենք մեզնից ու էլի երեխայի մոտ այն տպավորությունը չստեղծի, որ իր արժեքը կապված է իր արտաքին տեսքի ու քաշի հետ, որ ես եթե նիհար եմ, ու հիմնականում այդպես է, հա, ես եթե նիհար եմ, ես գեղեցիկ եմ, ես եթե նիհար եմ, ես արժեքավոր եմ, ես եթե նիհար եմ, ես առողջ եմ։ Ու իրականում երեքն էլ այնպես չի, որ իրականության համապատասխանում են։ Այսինքն նախ առաջինը մենք պետք է իսկապես ինքներս մեզ ու այդ կարևորը ընդդիմադրել այդ մյուս մտքին, որովհետև սա երբ ասում եմ, կարող է մարդիկ բարկանան, դե ուրեմն վերջ, ուրեմն ամեն ինչ ուտի, ուրեմն կլինիկական ճարպակալում ունենա, չէ։ Մենք այնքան գույներ ունենք այդ ամեն ինչի արանքում։ Ծայրահեղությունից ծայրահեղություն պետք չի ընկնել, հա։ Առաջինը իսկապես փոխել այդ առումով մեր մտածելակերպը, որպեսզի արդեն իսկ երեխայի մոտ այդ հավատալիքը չձևավորվի, որովհետև անորեքսիայի պարագայում էլ այնքան խախտվում է իրականությունից, այնքան կորչում են իրենք, ընկալում, այո, տեսնում են լրիվ ուրիշ ընկալում ունեն այն նրա, ինչ տեսնում են, քան մենք, երբ իրենց ենք նայում։ Այո, իրենք տեսնում են ավելի կեր, իրենք դեռ բավարար չեն, այդտեղ գալիս է ես բավարար չեմ։ Ու մենք ինչպես անենք, որ մեր երեխան իմանա, նույնիսկ եթե ունի ինքը ճարպակալում, այսինքն ինչի մասին է խոսքը, հա, մեր երեխան բավարար է։ Միգուցե այո, ճարպակալման դեպքում առողջ չէ, եւ պետք է մենք զբաղվենք այդ հարցով, բայց զբաղվենք իր աչքից մի փոքր դուրս, այսինքն ինքը դրա մասին այդքան էլ պետք չի տեղեկանա։ Մենք այդ պետք է հետևում, այսպես ասած, հետնաբերում ֆոնին այդ ամեն ինչը կատարենք։ Անորեքսիայի պարագայում իհարկե, երբ արդեն ծնողը վստահաբար տեսնում է, կարևոր է շատ հնարավորինս շուտ, որովհետև սննդային վարքի խանգարումները սպեկտր են։ Իրենք շատ այսպես նուրբ դանդաղ սկսում են, երբ երեխան շուտ է միգուցե սեղանից վեր կենում, ինքը կամաց սկսում է էս չուտել, այն չուտել, անդադար հայլում մեջ է իրեն նայում, չափվում է, կշռվում է։ Վստահաբար ծնողը պետք է որ այդ ամենը նկատի։ Նկատելու պարագայում դիմել մասնագետի, որովհետև եթե տանտիրող միջավայրը արդեն իսկ առողջ չէ,
ծնողը իսկապես այդքան էլ օգտակար չի կարող լինել։ Զորեղ չի իսկապես։ Նույն բնականաբար ուզում է, բնականաբար ամեն ինչ անելու է, որ իր երեխային օգնի, բայց միգուցե չունենա այդ գործիքները, որովհետև այդ հեշտ չի, դա ամեն դեպքում նեղ մասնագիտացում է եւ նորմալ է, որ ծնողը չկարողանա այդ պարագայում իր երեխայի համար շատ օգտակար լինել։ Գտնել մասնագետի, հոգեբանի, իհարկե հոգեբուժի, երբ պետք են արդեն ինչ-որ դեղերի տեղորայքային միջամտություն եւ հնարավորինս շուտ լուծել այդ հարցը ու վստահ լինելով, որ սննդային վարքի խանգարումները լուծելի են, լույս միանշանակ կա այդ դժվարության միջև, կապ չունի որ տարիքում ենք գտնվում, վստահաբար դա կարելի է լուծել։ Ու իհարկե յուրաքանչյուրիս խնդիրը տարբեր է, ես ինքս 2 տարի տառապել եմ բուլիմիայով, իմ այցելուների մեծ մասը ունի տարբեր խնդիրներ, սննդային վարքի խանգարումների եւ դրանք բուժվող են։ Իհարկե միշտ պետք է ունենալ մեր կողքին ընտանիք, մարդիկ, մեծահասակներ կամ ընկերներ, ովքեր միգուցե տեղեկացված են դրա մասին եւ նվազեցնում են հնարավոր տրիգերները, որովհետև ինչպես ցանկացած մտավոր կամ հոգեկան խանգարում տրիգերները կարող են ինչ-որ բաներ արթնացնել, կարևոր է հնարավորինս այնպես ընտրել մեր շրջապատը, որ տրիգերներն էլ քիչ լինեն, որպեսզի այդ մեր ապակինված վիճակը մնա շատ երկար ու մշտական լինի։ Հիշում եմ, որ խոսում էի ծնողներից մեկի հետ, ասում է 6 ամսվա մեջ մոտ 40 կիլոնի հարել է, ասում եմ, բա դուք ինչ էիք անում, լավ այդ ընթացքում, ինչու ենք հիմա մենք խոսում սրանից, ասում են խրախուսում էինք, մենք ուրախանում էինք, մենք իսկապես ողջունում էինք իր բոլոր ջանքերը, բայց 6 ամսում 40 կիլո, ուզում եմ բոլորը լսեն, դա առողջ չի, դա նորմալ չի։ Որն է նորման, այդա, ասենք երեխան կամ մեծահասակը կամ ծնողը, որ ինչ ձևով, ինչ համապատասխան չոր մի բանաձև չասեմ, բարդ մաթեմատիկական, բայց ես գիտեմ, որ երբ դանդաղ նիհարում ես, դա ավելի կայուն արդյունք է, քան երբ կտրուկ եւ շատ ես նիհարում։ Այ որն է այդ չափը, կարմիր գիծը, որից հետո չանցնենք, այսինքն էլի գնանք դեպի նիհարելուն, էլի խրախուսենք, միջավայրը կառուցենք, օգնենք երեխային, որտեղ իրենք երեխային ու իրենք օգնության կարիք ունեն, բայց երբեք այդ չափը հանկարծ չանցնենք ու չխրախուսենք մի բան, որը ինքնին բացարձակ խրախուսելի չի եւ անառողջ է։ Այստեղ շատ կարևոր է էլի անել դա փակ դռների հետևում, այսինքն երեխան մանավանդ երբ փոքր է, նույնիսկ երբ թինեյջեր է, դեռահաս է, շատ կարևոր է, որ ինքը հնարավորինս դրա մասին չիմանա, որ մենք այնտեղ հետևում գաղտագողի ինչ որ փոփոխություններ ենք անում մեր տանը։ Մենք միգուցե կամած տուն ենք ներմուծում այնպիսի սնունդ, որն ուզում ենք ավելի շատ մեր երեխան ուտի։ Մենք միգուցե բոլորով որոշում ենք շաբաթը մեկ անգամ գնալ արշավ կազմակերպել կամ ուղակի քայլել։ Մենք միգուցե որոշում ենք, որ հայրիկը պետք է լողի գրանցվի։ Այսինքն ընտանիքում փոփոխություններ ենք անում եւ երեխան պետք չի դրա մասին իմանա։ Ինքը պետք չի կշռվի, ինքը պետք չի, չգիտեմ, գնա ամեն անգամ ստուգումների, չափումների եւ այստեղ իհարկե մենք բժիշկների հետ էլ հաճախ խնդիրներ ունենք եւ շատ բացի է բաց նույնիսկ մեծահասակներին է դա վնասող, երբ պարտադիր պետք է կշռվել եւ պարտադիր պետք է դրան շատ ուշադրություն դրադարձնել, բայց դա այդ տրիգեր ասվածը կարող է լինել նման մարդկանց համար։ Այսինքն վստահաբար փոփոխությունները անել առանց դրա մասին այսպես բարձր խոսելու ու հասկանալ, որ ամեն դեպքում, օրինակ, քաշի կորուստը ունի այսպես մեկ էջանոց պատճառներ, քաշի ավելացումը կամ իհարկե քաշի կորուստը չստացվելը, այնտեղ գենետիկ պատճառներից, թե մայրը մինչ ծննդաբերությունը ինչպես է ապրել, ծննդաբերության ընթացքից մինչև էլի գենետիկ պատկեր, հիվանդություններ, սոցիալական վիճակ, այսինքն այնքան մեծ ցուցակ է դա։ Եվ մենք կարող ենք վերահսկել այդ ցուցակի ինչ-որ մի հատված, բայց մենք չենք կարող ամբողջովին վերահսկել։ Եվ եթե մենք յուրաքանչյուրս սնվեինք, ապրեինք, շնչեինք նույն կերպ, մենք միևնույնն է բոլորս տարբեր մարմին կունենայինք։ Այսինքն նույնիսկ այն երեխան, մենք կարող ենք նույն երեխաները նույն կերպ սնվեն, մեկը լինի ավելի թմբլիկ։ Ու դա այնպես չի, որ այսպես իր համար անարժեք է, դա վատ է, այո, միգուցե այնտեղ կա ինչ-որ մի խնդիր, որը պետք է լուծել, կամ միգուցե այդ խնդիրը որպես այդպեսին երբեք էլ չի լուծվելու։ Իհարկե, պետք է ուշադրություն դարձնենք, բայց հասկանանք, որ բաներ կան, որ մեր վերահսկողության սահմաններից դուրս են։ Ու դրա համար էլ շրջապատում կտեսնենք մարդկանց, ովքեր սնվում են առողջ, գերսնումներ չունեն, օրինակ, բայց իրենց մարմինը ինչ որ տեսակի է։ Ու եթե այդ տեսակը արժանի է
ուշադրության։ Պետք չի փոխել մարմնի տեսակը, որպեսզի արժեք ներկայացնես քեզանից։ Այդ այնքան կարևոր բառեր էին, որ ասացիք։ Պետք է ուշադրություն դարձնել առողջությանը, երբ մենք ուշադրություն ենք դարձնում առողջությանը, քաշի կորուստը որպես հետևանք հաճախ հետևում է դրան տեղի side effect էլի։ Այո, positive side effect ենք դրան ասում, որովհետև հիմնականում այդպես է, հա, ուղղակի քաշը չի գալիս, կամ սովորությունների արդյունք է, կամ ինչ որ կլինի հորմոնալ, ինչ որ մի բանի արդյունքում է լինում։ Եվ եթե մենք դրա վրա աշխատենք, կլինի քաշի կորուստ։ Իսկ եթե աշխատում ենք այդ ամենի վրա տարիներով եւ որևէ փոփոխություն չկա, միգուցե մենք մեր օպտիմալ քաշում ենք գտնվում եւ իդեպ հա շատ կարևոր բան է, ծնողների համար էլ, երեխաների համար էլ, գուցե դա այդ մարդու օպտիմալ քաշն է, ու հեչ պարտադիր չի մեզ սխմել, ճնշել, մտցնել ինչ որ այլ հագուստի, այլ չափսի հագուստների մեջ, որոնք մեր համար գուցե օպտիմալ չեն։ Ու որպեսզի իմանանք այդ օպտիմալը դա է, նայում ենք, արդյոք գերսնումներ կան, արդյոք թերսնումներ կան, արդյոք միջավայրը առողջ է, արդյոք ինքը շարժվում է, այսինքն եթե այդ ամենը արվում է երկարատև, բայց քաշը չի, այսինքն առողջական որպես այդպեսին խնդիր չկա, միգուցե, ու էլի միգուցե, որովհետև կարելի է իհարկե միշտ ավելի խորանալ, դա տվյալ մարդու օպտիմալ քաշն է։ Հայդա ջան, պատկերացրեք Սեգը մեծ տղա է արդեն ու նկարագրեք Սեգին որպես հասուն մարդ իր առողջ սննդային վարքով։ Կետերով նշեք, որն է մեծահասակի առողջ սննդային վարքը, որ մենք փոքրուց փորձենք այդպեսին մեծացնել մեր երեխաներին։ Նախ սնունդը ինքը, ինչպես ասի, չի կառավարում մեր միտքը, մեր կյանքը։ Մենք սնվում ենք, որովհետև, օրինակ, Սեգին օրինակ բերեմ, հուսով եմ, այդպես կլինի իհարկե, ինքը կսնվի, որովհետև ինքը գիտի իր մարմնին դա անհրաժեշտ է, սնվում է, երբ ֆիզիկապես քաղցած է, դադարում է, երբ հարմարավետորեն կուշտ է։ Հասկանալով իհարկե, որ սնունդը նաև էմոցիոնալապես մեզ հաճելի պահեր է պարգևում, հա։ Սնունդը նաև հաճելի է, ինչու ոչ։ Եվ դրան էլ կա ժամանակ, բայց սնունդը մեր էմոցիաները լցնելու համար չէ։ Ինքը կարող է դրա գործիքներից մեկը լինել։ Տխուր ենք ուտում ենք, ուրախանում ենք։ Երեխան տխուր է, կաթիկ է ուտում, ուրախանում է։ Նորմալ է դա։ Ինքը ուտում է բազմազան, գունավոր, այսինքն ափսեն ուտում է նստած։ Այս ինձ էլ եմ հիշեցնում, որտեղ որպես մամաներ մենք հաճախ այսպես կանգնած ոտքի վրա, իսկ դա կարևոր գրավական է չանելու։ Դա նախապատրաստում է երեկոյան գերսնումները, երբ մենք արդեն երեխան քնած է, որովհետև նորմալ մեզ ժամանակ չենք տվել եւ անում ենք դա։ Սնվում է, հուսով եմ, նստած, ափսեն կառուցելով, ափսեի մեջ կա բազմազանություն, կա բավարար քանակ, կա բավարարման գործոն, այսինքն ինչն է իրեն բավարարում։ Միգուցե դա ինչ որ թթվաշ բան է, միգուցե դա խրթխրտան բան է, այսինքն ինչու եմ սա ասում, որ մեր մեծահասակներն էլ հիմա լսեն, թե ինչին ուշադրություն դարձնենք։ Կա այնտեղ բանջարեղեն, ինքը ուտում է, վերջացնում է, անցնում է առաջ, երբ գնում է ինչ որ մեկի ծննդին եւ այնտեղ մատուցվում է տորտ, ինքը վայելում է տորտը, ծնունդը շնորհավորում է, երբեք իրեն մեղավոր չի զգում դրա համար, կողքից ինքը մարզվում է, վազում է, չգիտեմ ինչով որ ուզում է զբաղվում է, բայց դա երբեք չի լինում սնունդ վաստակելու համար։ Ինքը դա անում է, որովհետև այդպես առողջ է։ Հուսով եմ հոգ է տանում իր հոգեկան առողջության մասին, այսինքն դա իմ իհարկե մեծ ցանկությունն է, որ այդպես էլ լինի, եւ այո, բնական, օրգանիկ ու շատ ճկուն, այսինքն սննդընդունումը ոչ թե դոգմատիկ է, այլ ճկուն։ Երբ որ նա ճամփորդում է, միգուցե ինքը չի ուտում, իհարկե, ինքը միգուցե ամեն օր պաղպաղակ ուտի եւ Ֆրանսիայում ուտի ամեն առավոտ կրուասան, նորմալ է դա իր հիմնականը չէ։ Ինքը կարողանում է դա վայելել, հետո անցնել իր այդ հիմնական բազային, որը արդեն բացատրեցինք ինչպես պետք է լինի, որ մեր օրգանիզմը լինի սնուցված հնարավորինս։ Այդո ջան, շատ շնորհակալ եմ։ Շատ պետք է անձամբ ինձ լսել այս բառերը, ես էլ ունեմ 2 դեռահաս, 1 երիտասարդ եւ 1 դեռահաս տանը, եւ ցավոք մեզ մոտ էլ իդեալական չի պատկերը։ Իմ մոտ էլ տարիքի հետ շատ փոփոխություններ են տեղի ունենում քաշի առումով, մարմնի ձևի առումով ու ինչքան էլ լարվում եմ, փորձում եմ կառավարել եւ ինձ եւ հանկարծ երեխաներիս մոտ ժամերով նվնվամ չխոսեմ իմ մարմնից։ Ինձ թվում է այս զրույցը շատ կարևոր էր եւ էլի կոտրեցինք այն միֆը, որ իրականում այդ չուտող երեխան դա մեր իսկ պիտակն է դրված այդ երեխայի տեսակի վրա։ Եվ ամփոփելով այդ ազատ խորը շունչ քաշելն է, միջավայր ապահովելն է։ Ահա սեղանին կա այն, ինչ այսօր ուտելու ենք բոլորս, որից կուզես նայել ընտրի, որքան կուզես նայել կեր։ Բայց սա է, այն որ 1000 ներողություն, սա է։ Ու նույնիսկ կարևոր չէ այդքան ինչ ենք ասում, բայց էլ ինչ տոնայնությամբ, հա, ոչ թե դա այսպես սա է, չուտես չես քնելու, այլ հանգիստ։ Սա մենք ենք, ես էլ եթե չուտեմ, ինձ դուր չգա, ես էլ պետքա ցավոք քաղցած քնեմ, բայց չեմ ուզում քաղցած քնեմ, դա օքեյ չէ, դրա համար ուտենք։ Այսինքն տոնը եւ մեր այսպես մոտեցումը, էներգիան, շատ վերաբերմունքը շատ կարևոր է։ Շնորհակալ եմ Այդա ջան։ Ես եմ շնորհակալ։